Ուրբաթ օրվա կարկուտից ջարդուխուրդ եղած մեքենայի լուսանկարով այսօր քաղաքապետարանն էր շտապել գյումրեցի Սաշա Եղիազարյանը, հույսով, որ գուցե վնասը փոխհատուցեն։ Դիմավագին է կոտրվել, ամբողջ մեքենայի վերևի մասը, բագաժնին, դիմաց է, կապոտ, բագաժնի բոլորը փոսերենք է, ահավոր փոսերենք է, վերել ենք, ուզել ենք, վերել ենք թղթերը տանք, նայենք ինչ աջակցություն կունենանք։ Հույս ունեք, որ ինչ-որ աջակցություն կլինի։ Ունենք, այո։ Մյուսները ևս իրենց վնասված մեքենաների ջարդված պատուհանների տանիքների լուսանկարներով էին եկել։ Մեքենան ամբողջությամբ վնասվել է հետևի ապակին դիմացի ապակին ամբողջ մեքենայի, վերեն կապոտը հետևը ծաղ չարտավ։ Երևի ստիպված լինեմ պետք է անեմ, ինչ անեմ, չեմ թափի մեքենան, բայց լավ թափելու բան է թափել, տեսնենք, եթե պետական հոգացություն լինի, իհարկե շատ շնորհակալ կլինենք։ Դիմումների վերջնաժամկետն այս ուրբաթ է, դրանք նախամայնքապետարաններն են ընդունում, այնտեղից մարզպետարան, հետո կառավարություն ուղարկվում, փոխհատուցում կլինի թե ոչ, գործադիրը կորոշի։ Ամեն դեպքում նախադեպեր կան, օրինակ այս գարնանը համապետական ընտրությունների նախաշեմին կառավարությունը որոշեց փոխհատուցել 24 և 25 թվականներին Շիրակի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին հեկտարի հաշվով 50,000 դրամ։ Առայժմ պարզ չէ, թե ինչ որոշում կընդունի կառավարությունն այս անգամ, բայց Գյումրիի քաղաքապետարանում այսօր մեծ հոսք կար։ Շաբաթ օրվա դրությամբ 161 դիմում մուտքագրած ունենք արդեն, իսկ այսօրվա դրությամբ մոտ 500 դիմումներ են, որոնք վերաբերվում են և ավտոմեքենայի, և շենքի տանիքի, ինչպես նաև պատուհանների կոտրված, նաև այգիների, վնասված ծառերի, մի խոսքով դիմումները շատ են, դուք ևս տեսնում եք, ժամ առ ժամ, րոպե առ րոպե շատանում են, ներկապային 500 դիմում, որ ունենք։ Այսօր ավարտվում է նաև հունիսի 10-ի կարկուտից տուժածների դիմումների ընդունումը, այս դեպքում արդեն տուժածների հստակ թիվ կա։ Ամսի 10-ինը օրինակ մոտ 170 դիմում ունենք, ներկապային հենց հիմիկվա դրությամբ 170 դիմումներ ունենք մուտքագրված, ցուցակագրված, որոնք արդեն առաջ ենք տվել։ Վերջին կարկուտից զգալի վնաս են կրել նաև տեղի ջերմոցները։ Մայիսյանցի Էդմոն Հարությունյանը ջերմոցի ապակիները կոտրված պոլիէթիլենային թաղանթն ամբողջությամբ ծակծկված էր գտել։ 3 օր է անցել, բայց կոտրված ապակիները դեռ չեն կարողացել հավաքել։ Կատիլային շլանգները Արելի վնասների հասցր է, մոտ 3000 քառակուսի շուշա, կոտրվել է սաղ ամբողջությամբ, 5000 քառակուսու չափ է մոտավոր պոլիէթիլենային ցելոֆանից է վնասել։ Մի կողմից ռուսական սահմանափակումների պատճառով վարդերի իրացման խնդրի առաջ է կանգնել, մյուս կողմից էլ այս աղետը ջերմոցատերն ասում են նախնական հաշվարկով մոտ 10 միլիոն դրամի վնաս է կրել։ Սկսե կարկուտը ծեծած տեղը ծեծեց, նորից կրկնագի արելի էս մի ամիս, 2 ամիս հետո չկարողացանք այս շուշը կտնենք, արդեն ինքը կուկա պաղերի վաղ չենք կարող, ինքը տակ եղնի, որ այս ծաղի գաջեցնենք, բայց դել աջստելու էլ, սպես որ շարունակվավ, իմաստը չկա։ Չգիտենք ինչ անենք, սաղ տուն, տեղ, սաղ տարած է վարկերի տակ։ Ջերմոցային տնտեսությունը վարկերով են հիմնել, հիմա դրանք մարելու լուրջ խնդիր ունեն։ Մոտ 80 միլիոնի վարկ ունենք, որ ամիսը ձմեռը մի կերպ էս բարեկամից, հարևանից, նորից կրկնագից ոսկի տնելով, գազը մի կերպ բանենք երև վճարել ենք, որ պահենք գոնա կարունը հմի համ պարկ տանք, համ վարկ փակենք, համ տուն պահենք, ենե հագարակը ստացվեց, հմե փակել են վաբշե ոչ արդանում կա, ոչ բան կա, թափելու քնով կեսը թափել ենք, թափածներն ունենք, այսօր նորից դիա քաղ է, մտածենք ոնց պիտի վաճառենք, չգիտենք, վաբշե չգիտենք։ Միայնակ առանց պետական աջակցության, ասում է, դժվար կարողանան վնասը վերականգնել, իսկ Շիրակում ջերմոցային տնտեսություն հիմնելն ու պահելը ավելի մեծ ծախս է պահանջում, հատկապես ջեռուցման առումով, քանի որ կլիման ավելի ցուրտ է։ Հիմա, երբ օգուտ էին ստանալու, վարդերի իրացումը չկա, իսկ ծախսերը միայն ավելանում են։